անդադ խոսում եք եռագլուխ ինչ-որ ուժեր, պատերազմի կուսակցություններ, ասում եմ հասկանալ այդ պատերազմի կուսակցություններից օրինակ ԲՀԿ-ն կապ ունի պատերազմի կուսակցության հետ, թե ուժեղ Հայաստանը, հələ թե Քոչարյանը, որը որ օրինակ ձեր օրոք ձեր պատերազմի ժամանակ 20 թվականին իրենց ոչ մեկ իշխանություն չէին։ Էլ չեմ ասում, որ ԲՀԿ-ն ժամանակին կոալիցիա եղած ձեզ հետ, հիմա իրանք ինչ եք դուք անընդհատ թիրախավորում այդ երեքին սարքել եք եռագլուխ հրեշ։ Օրինակ Արման Թաթոյանը, Սուրեն Պետրոսյանն ու այն տղան ինչ էր, Գուրգեն Սիմոնյանն, հա, ինքը օրինակ իրենք ընդդիմադիր չեն, իրենք վտանգավոր չեն ձեզ համար, որ իրենց չեք թիրախավորում, իրենց ոչ իման չեք ասում, թե իրենք կեղծ ընդդիմություն են, թե իրենք ձերոնքական ընդդիմություն են, իրական վտանգ են երեքից։ Չեք կարծում, որ մի քիչ անազնիվ է թիրախավորել կոնկրետ ինչ-որ ընտրված ուժերի։ Դուք նույն ԲՀԿ-ի մասին եք ասում, ճիշտ է։ Ես ասեմ, նայեք ով է իրանց երկրորդ համարը։ Այդ դրանով կապ ունի, բա ո՞նց է այդ մարդը երկրորդ համար։ Ո՞նց է երկրորդ համար։ Այո։ Այդ մարդիկ պատերազմի գաղափարախոսներ են, կոնֆլիկտի գաղափարախոսներ են։ Բա ու մենակ բանով չի, ասենք ո՞նց երկրորդ համարը։ Ընդ որում այն պայմաններում, երբ որ կուսակցության ղեկավարը ասում է դե մենք մի քանի բան ունենք։ Տենց էլ չբացահայտելով այդ մի քանիսը ովքեր են։ Այսինքն ես խոսույթն եմ վերլուծում եւ չեմ բացառում, որ մյուս կուսակցությունների դեպքում էլ կարող են լինել, բայց ես չեմ կարող հազար ներողություն բոլոր կուսակցությունների խոսույթներին հետևել։ Ովքեր շատ լրատվամիջոցներ ունեն, իրանց խոսույթին եմ հետևում, իրանք ավելի ակտիվ են։ Չեմ բացառում, որ ուրիշ տեղեր էլ կան։ Ինչ տեսնում եմ, այդ եմ ասում։ Պարոն Մակարյան, ուրեմն Հայաստանի Հանրապետություն, Ժողովուրդ ջան, ես այդ լրագրողեղած ժամանակ ես տասնյակ անգամ այդ թեմաներին անդրադարձել եմ։ Կեղծ ընդդիմություն կատեգորիա ընդհանրապես, որը Հայաստանում եղել է, դա ընդհանրապես ծաղրա ժողովրդավարության։ Ոնց մենք այդպիսի գործելակերպ չունենք։ Ով մեզ աջակցում է, բացահայտ աջակցում է, ով չի աջակցում, չի աջակցում։ Այսինքն դա ինչ խոսույթ է, դա ժողովրդավարության հետ ինչ կապ ունի։ Ոչ մի տակից բան չկա։ Մենք տակից ոչ մի բան չենք անում։